չգնանք ճանապարհորդության, հենց հիմա բոլորս միասին, ինչպես թե ուր, հնագույն Հայաստան, մարդկության բնորան, հայերի հայրենիք, դրախտավայր հայկական լեռնաշխարհ, Արարատ լեռան, Սևանա լճի, տաճարների ու ամրոցների, Գաթայի ու տոլմայի, լավաշի ու խորովածի, Ծիրանի ու Բերդպարի հայրենիքը, հյուրասեր ու խիզախ ժողովրդի հայրենիքը։ Դե ինչ, գնացինք։ Դարեր առաջ հայոց աշխարհում կար չքնաղ մի թագավորություն։ Բարության դարբնոցում փակվել էր ճամփան չարի եւ սիրով ու խաղաղ էին ապրում մարդիկ այդ երկրին։ Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։ Գեղեցիկ էր այդ առավոտը։ Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը։ Գույնզգույն թիթեռները գույնզգույն ծաղիկների նման ցանված էին օդի մեջ։ Չքնաղ էր ամենը։ Այստեղ էր Վաչե թագավորի հոյակա պապարանքը, իր ընդարձակ ծառաստաններով, ծաղկանոցներով ու պտղատու այգիներով։ Որդիս, ին Վաչական, դու արդեն 20 տարեկան ես, դու երկայնացել ես մեր պարտեզի բառնիների պես, տեսքդ է դժգույն և ատառող չէ, խնդրում եմ, հանիր մտքիցդ քո վարդապետին ման վան կերտելուց և աշակերտներ պատրաստելու մտքից։ Նորից մի սկսիր թանկագին հայր։ Որդիս, ին Վաչական, դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դու պետք է մեր տան ճրագը բարձրացնես, օջախի իշատակը կենդանի, ուրեմն պետք է ամուսնանաս, ինչպես որ աշխարհի օրենքն է։ Հայրիմ, ես շտապում եմ, պետք է վաղերակ այդ որսի գնամ։ Դե պատրաստ, սկսում ենք։ Եղի, գաս, պատրաստ մարդի, միայն այժմ մարկահաղթի, մենամարտում այսօր ոչի, պետք է լիներ շրջահայար, իսկ դու միայն թուրդ ես կոչում, թուրդ իջեցրում եք լոկեբայցիա։ Խաղում եմ ես քո հետ, իրականում, քեզ հաղթել եմ 5 տարեկանում։ Թենք ունես իրոք 5 տարեկանում, հարց են տալիս, պատասխանի, երբ ես ամուսնանալու ասա։ Սպասիր մեկ վայրկյան, երբ որ Աստված կամենամ։ Նախ դու քեզ կյանքի ընկեր ճարի, այնուհետև Աստծո անունը դու։ Ես դեռ կգտնեմ կնոջ իմ սրտի, իսկ դու վարպետ, քո գործով զբաղվիր։ Ասա մի քաղաք ասով ես անի։ Կոչվում է Աշուր, Այլ այս քաղաքը Բյուզանց է։ Կոստանդնուպոլիս, Սերով, կարող ես դեռ շատ բան չգիտեմ, բայց մի բան հաստատ գիտեմ։ Ես դեռ կհանդիպեմ կնոջ իմ սրտի, այնպես գեղեցիկ, այնպես հմայիչ։ Ինչու փնտրել շարված են նրանք, օրինակ Արտո իշխանի աղջիկ ունի լիքը ոսկի, ես էլ դու էլ այդ մասին լավ գիտես։ Բիզնեսին Սերով, մի քիչ հետ գնա, ուզում եմ լամուս կապտեն ինչ-որ ոսկու հետ։ Անկապ բաներ դու մի խոսի։ Ես կամուսնանամ միայն սիրելով, այլ ոչ օժիտով կամ էլ տիրելով։ Ձեմնատունը ժանգոտի է, քո ասացերը օդի չի գա։ Երիք խոսես անվերջ, տոնական օրը ելնեն գյուղա մեջ, բոլոր կանայք ենտեղ են իման, ուծե մեկին էլ ճարինք քեզ համար, չնայած որ աղջիկ գլիմանա քո փնփնթոցին։ Ձերը թամբեք, ու հակուստեր բերեք մեզ, պարզ և հասարակ։ Կապունի էս գոտու հետ դաղնալու է մեծն վարպետ։ Էս քսակի տերն էս տարի գտնելու յա իրա յարին։ Բայ, ով ուժի մեջ գցեցնալը, նրա գործն է զգուշանալը։ Էս վզնոցի տիրուհին կգտնի իր արքային։
Այս դանակի տիրոջ եզին լավ կերակրեք պահեք հովին, խոտը առատ դեմը դնել, որ հորթերը աղողջ ծնվեն։ Անահիտ, բախտը քեզ հետ է կարծես, տեսար թե ինչեր գուշակեցին քեզ։ Գուշակությունների շատ չեմ հավատում։ Բայց այն երբեմն ճիշտեր է։ Իհարկե, բա ոնց, ապչին։ Հաստատ, Անահիտ, դու կգնաս հաց։ Վայ, իշխան, ես ինչ շոք է, մեռա։ Վարդավառին թաց է, գիշերը մութ է, արևիտակ շոք է, որ դու բողոքի մատյան չես, ես հասնում ենք աղբյուրի։ Մինչև ասնենք աղբյուրին կչորանանք, տանաշ է։ Ինչ գեղեցկություն, հապա նայիր, Ինչ է դες, վաչագան։ հապա դեմդ նայիր, չես տեսնում։ Հա, կուժը, շատ լավն է, ես կասեի ընտի։ Սպասիր մի րոպե, վաչագան ջան։ Բարի աղջիկներ, լույս ես տեսնողին, ապա ջուր տվեք ծարավ ճամփորդին։ Էդ ինչ ես անում, աղջիկ ջան, մի ծաղիր մարդկան, դիա, թող ջուր խմենք էլի։ Մենք սովորություն չունենք մի օտար երիտասարդեր կատակներ անել, մանավանդ երբ նա ջուր է ուզում, բայց ահա ինչերի միտքը, ես տեսա, որ դուք քրտնած ու հոգնած եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս էր մարդուն, ես գիտությամբ ուշացեցի, որ դուք մի փոքր հանգստանաք և հովանաք։ Ով ես դու արդյոք, չքնաղ պիցուի, Անահիտն եմ։ Անահիտ, Ինչ, դու չես ճանաչում մեր Անահիտին, Մեր աչքի լույսին, մեր աննմանին, այս խելքի ծովին, բարի, իմաստուն, որ կարդացել է մատյանները։ և մանուկներին տալիս է ուսում, հավելամենալավ գորգերն է գործում։ Անահիտ, թե մի չէ։ ով է քո հայրը, Իմ հայրը մեր գյուղի նախրճի արան է, բայց ինչու ես ուզում իմանալ, թե մամն է ինչ է, կամ ով է իմ հայրը։ ոչինչ, ուղղակի հարցնում եմ, հարցնելն էլ օմեղ չէ, Եթե հարցնելը մեղք չէ, խնդրեմ, դու էլ պատասխանես, թե ով ես, որտեղից ես եկել, սուտ ասեմ, թե ճշմարիտ, որը քեզ արժան կհամարես։ իհարկե ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այն է, որ ես հիմա չեմ կարող ասել թե ով եմ ես, կամ ով է իմ հայրը, բայց խոստանում եմ, մի քանի օրից կիմանաս։ Շատ լավ, շնորհեցեք ինձ դուժը, և եթե նորից ջուր կկամենաք, բերեմ։ Ոչ, շնորհակալ եմ, դու լավ խրատ տվի մեզ, դա միշտ գիշեր, և քեզ էլ չենք մոռանա։ Տեսար ինչ գեղեցիկ աղջիկ էր այդ Անահիտը։ Տեսա, բայց չէ որ նա նախրջու աղջիկն էր, իսկ դու թագավորի տղա։ Հետո ինչ որ նախրճ աղջիկ էր։ Բայց դա գեղեցիկ էր իմ տեսած բոլոր աղջիկներից։ Իսկ խելքերը մասյան ասին, կարելի է նույնիսկ չխոսել։ Ու այսպես, Բաչե թագավորի միրուճար որդին, Բաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթած նայում էր իրենց ծառաստաններին։ Եղանակը գարնանային էր, եւ արևոյան արևաբացին աշխարհի բոլոր երկեցիկ թռչունները կարծես խոսքները մեկ արած հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն։ Մինն իսկ սրինգն էր փչում, մյուսն իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր սանում։ Սոխակներ այդ խոսողը, բուլբուլն աղավնատան, սիրահար սրտերի միակ մխիթարիչը։ Արդյոք սրանց էր ակաշ դնում Բաչագանը, այնպես լուր, այնպես ակնապիշ։
Ոչ, ուրիշ հոգս, ուրիշ ցավ կար նրա սրտում։ Սրանք միայն սաստկացնում էին այդ ցավը եւ խորը տխրության մեջ ձգում նրան։ Դու մի փոքր երեխա ես եղել, երբ մեր տուն ես եկել։ Ես քեզ որդու նման սիրել։ Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում, եւ միայն քեզ է հայտնում իր սրտի գաղտնիքը։ Դու պետք է իմանաս սրա միտքը եւ հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքի եղած հնարը գործի դնենք։ Հայր թագավոր, Վաչագանը շատ գաղտնապահ տղա է եւ այլևս իր սիրտը բաց չի անում մարդը, բայց վերջերս ես մեծ փոփոխություն եմ նշмарում իր մեջ։ Իսկ թվում է, որ նա սիրահարվել է Անահիտ անունով մի աղջկա։ Այդ ով է այդ Անահիտը։ Աղաղնատուն գյուղի նախրջու աղջիկը։ Նախրջու։ Այո։ Այդ նախրջու Անահիտը պետք է մի աստվածուհի լինի, որ կարողացել է մեր Վաչագանին այդպես կախարդել եւ կակասել նրա քարացած սիրտը։ Ես փորձում եմ գտնել այդ աղջկան։ Ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց իմ աշխատությունն զուր է անցնում եւ կարծում եմ, որ զուր էլ անցնելու է։ Այդ աղջկա խելքի եւ իմաստության մասին հրաշքներ են պատմում։ Իսկ թվում է, որ եթե Վաչագանը ձեզ չհայտնի, ապա Մայր Թագուհուն անպատճառ տեղյակ կպահի։ Դե որ այդպես է, կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկությունը։ Այս տխուր մտմտուկից Վաչագանին հանեց միայն նրա մայրը, Աշխեն Թագուհին, որը այդ պահին մոտեցավ նրան եւ մոտը կանգնելով հարցրեց. Աղջիկ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունես, բայց թաքցնում ես մեզանից։ Ասա ինձ, որդիս, ինչու համար ես այդպես տխուր։ Մայրիմ, ճշմարիտ եմ ասում։ Աշխարհից փառքն վայելչությունը աչքից չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են Մեսրոպ վարդապետը կրկին եկել է աղավնատուն։ Իր շինածվանքում միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել։ Ես էլ եմ ուզում գնալ այնտեղ։ Մայր, ախր դու չգիտես թե ինչ լավ գյուղ է այդ աղավնատունը։ Այնտեղ թե տղերք եւ թե աղջիկները այնպես գեղեցիկ, այնպես սրամիտ են, որ եթե տեսնես կմնաս ապշած։ Ուրեմն դու նրա համար ես գնում աղավնատուն, որպեսզի տեսնես քո սրամիտ Անահիտին։ Մայր, դու որտեղ ես գիտես նրա անունը։ Մեր պարտեզի սոխակները բերին ինձ այդ համբավը։ Սիրելի Վաչագան, ինչու ես մոռանում, որ դու թագավորի որդի ես։ Թագավորին որդի կամ թագավորի, կամ մեծ իշխանի աղջիկ կուզե, եւ ոչ թե մի գեղձ կուհի։ Մայր, ես արդեն ասացի, որ պիտի երթանանք, բայց եթե դու ուզում ես, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա իմացիր, որ իմ ուզածը միայն Անահիտն է։ Թագավորն ու Թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին եւ վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։ Թագավորը ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին իր որդու ընտրությանը։ Նա մինչև անգամ ուրախել էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում եւ մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ, բայց երբ որ իմացավ, որ գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, Անահիտն էլ բարձր համբավ էր տարածել նրանց մեջ, ինքը սկսեց համոզել Թագուհուն, որ հոժար է այդ բանին։ Մյուս օրը կանչեցին վաղենակին, հայտնեցին նրան իրենց հոժարությունը եւ նրա հետ երկու պատվավոր եւ իշխան մարդ եւս դնելով ուղարկեցին աղավնատուն։ Հարսնախոսություն։ Այսինչ հրաշալի գորգ է, Անահիտ, ինչու ես միայնակ գործում, ես լսել եմ, որ դու աղջիկ աշակերտներ ունես։ Այո ունեմ, մի 20 հոգի, բայց հիմա եկեք ու թե արձակել եմ։ Ես լսել եմ, որ դու նրանց նաև կարդալ ես սովորեցնում։ Այո, սովորեցնում եմ։ Հիմա մեզանում ամեն մարդ պարտական է կիրթ լինելու։ Մեզ մոտ ուսումը այդքան տարածված չէ, բայց ես հույս ունեմ, որ երբ դու գաս մեզ մոտ, մեր բոլոր ծույլերին կդարձես աշխատասեր։ Ինչ? Ինչ է դա նշանակում։ Մեր թագավորի որդին, Վաչագանը, տեսել է քեզ աղբյուրի մոտ, դու նրան ջուր ես տվել, նա քեզ շատ է հավանել։ Մեր թագավորը մեզ ուղարկել է, որպեսզի քեզ նշանենք իր որդու հետ։
Ուրեմն իմ տեսած որսորդը թագավորի որդի է եղել։ Այո։ Նա շատ լավ երիտասարդ է, բայց արդյոք գիտի որևիցե արհեստ։ Անահիտ, նա ողջ աշխարհի տերն է։ Ողջ աշխարհը նրա ծառաները։ Նրա ինչին է պետք որևիցե արհեստ։ Գիտեմ, որ այդպես է, բայց ով գիտե, աշխարհք է։ Այսօրվա ծառաների տերը վաղ ինքը կարող է լինել ծառա։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա, թե տեր եւ թե իշխան։ Հիմա ինչ։ Դու պետք է թագավորի որդուն չուզես, ինչ է նա որևիցե արհեստ չգիտի։ Այո, եւ այս ամեն ինչը բերել եք, երբ կտանեք եւ կասեք, որ իրեն շատ եմ հավանում։ Միայն թողների։ Ես ուխտ եմ դրել, որ արհեստ չգիտող մարդու տուն չգնալ։ Եվ եթե ուզում է, որ ես լինեմ իր կինը, թող նախ եւ առաջ սովորի որևիցե արհեստ։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վիճիռը, շատ ուրախացան, կարծելով, թե Վաչագանը չի ընդունի նրա առաջարկությունը եւ ձեռքը կվերցնի իրենից։ Բայց երբ կանչեցին նրան եւ հայտնեցին, նա ասաց. Շատ ուղ ասել Անահիտը։ Ամեն մարդ պետք է մի արհեստ իմանա։ Թագավորն էլ մարդ է։ Նա էլ պետք է մի արհեստ իմանա։ Ուրեմն դու հոժար ես մի արհեստ սովորելու։ Այո։ Բայց ուղիղն ասա, ինչու համար ես ուզում սովորել։ Արհեստի կարևորությունը զգալով, թե Անահիտին արժանանալու համար։ Երկուսն էլ։ Ինչ թաքցնեմ։ Ասում եմ քեզ վաղինակ, ինչքան էլ դժվար արհեստ լինի սովորելը, ես պետք է անպայման սովորեմ։ Եվ ամուսնանամ Անահիտի հետ։ Ես տեսել եմ մի հեռավոր գյուղում ապրում լավագույն գորգագործը։ Կգնանք նրա մոտ։ Հենց նա էլ իսկ սովորեցնի այդ արհեստը։ Բա ասում էիր ինչ ամուսնանալ, ինչ բան, տեսար ոնց իրարվեցիր։ Հա էլի վաղինակ։ Անահիտը լրիվ փոխեց մտքերս։ Ես ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ նրա հետ։ Ինչպես կամենաք տերիմ, բայց ճանապարհը կարծեմ սա չէ, մենք սխալ ճանապարհով ենք գնում։ Չէ, վաղինակ, սա էր, հաստատ սա էր, շտապիր։ Ես ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ նրա հետ եւ վերադառնալ։ Այ քեզ հաջողություն։ Արքայի որդին իր ոտքերով եկավ որ թակարդս ընկնի։ Ձեռքներիցս չի ազատվի, միջև հայն իր ողջ հարստությունը մեզ չտա։ Թաքնվի չտեսնեն։ Այս միամիտներին տես, ինչ օրի ենք գցելու։ Շուտով մութը կընկնի, մենք էլ սխալ ճանապարհով ենք գնում, եկեք ետ վերադառնանք։ Վաղինակ, ինչի՞ց ես վախենում։ Դա ավելի լավ արագ չիտի, որպեսզի շուտ հասնենք գորգագործի մոտ։ Ինչպես չլսեցիք ես իմ խելացի վաղինակ, հիմա մենք հավերժ կմնանք այստեղ, Անահիտն էլ ուրիշի հետ կամուսնանա։ Շատ մի տխրիր տերին, լույսը կբացվի բարիլուներ հետը։ Ինչպես եք, հարմար տեղավորվել եք։ Լսիր, Վաչագան, մենք արդեն մարդ ենք ուղարկել հորդ մոտ։ Նա ստիպված է իր ողջ ունեցվածքը մեզ տալ, եթե ուզում էի սիրելի որդը նորից տեսնել։ Կորիր այստեղից չարավազակ, հայրես քեզ ոչ մի ոսկե չի տա, շուտով մենք դուրս գանք այստեղից եւ վերջ կտանք։ Բա ոնց, դուրս կգաք, նույնիսկ չերազեք, մնալու եք այստեղ հավերժ։ Ով է, ով կա այստեղ, մութ է, չի երևում։ Ես եմ, ես, անկյունում եմ։ Ով ես դու ծերուկ, ինչու ես այստեղ։ Հարևան գյուղի գորգագործն եմ։ Ավազակները երկար ժամանակ ինչ թարանել են տունս։ Ինձ էլ այստեղ գերի են պահում։ Ոնց հասկացա, դուք էլ թագավորի որդին եք, հա։ Գորգագործ։ Չեմ հավատում վաղինակ, գորգագործն այստեղ է, բախտը ժպտում եմ մեզ։ Ես էլ ասիլ երբեք չեմ կարող սովորել Անահիտի սիրելի արհեստը։ Դու ինձ գործել սովորես շու պապիկ, եւ մենք անպայման այստեղից դուրս գանք, քեզ էլ հետներս կտանենք։ Ու այսպես Վաչագանը գտավ գորգագործ ծերուկին եւ մի քանի ամիսների ընթացքում սովորեց այդ արհեստը։ Հետո այդ գորգը ավազակներից թաքուն տվեց մի վաճառականի, որպեսզի տաներ հասցներ Անահիտին։
Վաչական, ինձ այդ մեջ արդեն մոռացել ես ինձ։ Իսկ դու փորձանքի մեջ ես ընկել։ Ես Սարագորեն զոր կհավաքեմ ու կգամ քեզ օգնության։ Բացեք, արքայական զորքն է եկել։ Ինչ? Դու որտեղից հայտնվեցի։ Գնա կորի։ Հեռացիր, քանի քեզ էլ իմ մոտ չեմ պահել։ Ես քեզանից չեմ վախենում, չարավասակ, հիմա վերջը կտամ։ Անահիտ, իմ Անահիտ, խոսերն ուտված խորհուրդը փրկեցին ինձ մահվանից, եթե ես քեզ չհանդիպեի, ոչ խոսերը կունենայի, ոչ էլ արես կսովորեի։ Անահիտի հարսանիքին ոսկե արև փայլեցավ, Անահիտի հարսանիքին ոսկե անձրև թափվեցավ, մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան, մեր հարկերն անհետացան, մեր ցավերը վերացան, շատ ապրի մեր ոսկե ծխին, մեր մայր թագուհին, հայոց աշխարհ, թող քո երկինքը միշտ խաղաղ լինի, որ քո հարսանիքներն անպակաս լինեն, համայն հայություն, երիտասարդներ, համախմբվեք պահպանելու մեր հայկականը, մեր մշակույթը ու սովորությունները, թող Աստված իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի մեր հայոց աշխարհն ու համայն հայությանը։